Ես ուզում եմ, որ մեր հայացքը ուղղվի մեր կենդանի Աստծո վրա։ Եթե մեկի ներսը ծարավ է եկել այս վայրը, ես հավատում եմ, որ Հիսուս ներկայաստեղ քեզ հանդիպելու համար։ Ուզում եմ ընթերցեմ Հռոմեացիս առաջի գլուխ 11 խոսքից, ինչ է ասում Տեր Հիսուսը ու ասում է բոլորիս համար։ Ես ուզում եմ ընթերցեմ իր խոսքերը ուղղված մեզ։ Հռոմեացիս առաջի գլուխ 11 համար, քանզի փափագում եմ ձեզ տեսնել։ Ես տեղ ուզում եմ քեզ առանձնացնես, ինձ, որպեսզի հոգևոր շնորհք հաղորդեմ, որպեսզի հաստատվես։ Ես վերցնում եմ այս խոսքերը, որպես Տիրոջից ուղղված ինձ, Արտուր, ես ուզում եմ տեսնեմ քեզ։ Ես փափագում եմ հանդիպեմ քեզ, նպատակը որ փոխանցեմ այն, ինչ որ քեզ պահելու է Աստծո տան մեջ։ Այսօր գիտեք, սիրելիներ, մենք եկել ենք Աստծո տուն Երանի այն անձնավորության, որի ներսի ծարավն է իրան բերել այս վայրը, որի ներսի փափագն է հանդիպել կենդանի Աստծուն։ Գիտեք, ես մի հատ դրվագ եմ ուզում հիշեցնեմ Ղուկաս ավետարան 19-րդ գլխի մեջ, խոսքը Զաքեոսի եւ Հիսուսի հանդիպման մասին է։ Գիտեք, առաջի խոսքը, որ ընթերցում ենք Ղուկաս 19-ի, սենց է գրված. օրը Հիսուս Երիքովի մեջից կանցներ։ Թվում է, թե պատահական էր այդ անցնելը, մի օր անցնում էր, սենց է դառնում։ Բայց երբ որ կարդում ենք պատմությունը, գալիս ենք հանդիպում է Զաքեոսին, ասում է Զաքեոս, այսօր քո տուն եմ եկել հատուկ։ Ինչի, որովհետև ասում է համարդ Զաքեոս անունով, որ մաքսապետ ու հարուստ էր, ուզում էր տեսնի ով է Հիսուսը, ուզում էր հանդիպեր կենդանի Հիսուսին։ Սիրելի անմահոքի, ես ուզում եմ, որ մեր ներսը մենք մի հատ վերանայենք, այսօր մենք եկել ենք հանդիպելու իրան թե չէ։ Եթե քո ներսի նպատակն է հանդիպել կենդանի Հիսուսին, գիտեք, Հայտնության առաջի գլուխ 18 խոսքի մեջ գրված է հետևյալ խոսքեր, ասում է ես նա եմ, որ մեռա եւ ահա կենդանի եմ հավիտյանս հավիցենից եւ ունեմ մահվան եւ դժոխքի բանալիները, նա կենդանի է ու այս վայրի մեջ եկել է հանդիպի քեզ, ով իր ներսի ծարավը կուղի կենդանի Աստծուն ու կասի Տեր, ես ուզում եմ տեսնեմ քեզ, ուզում եմ հանդիպեմ քեզ, ուզում եմ մխիթարվեմ քեզանով, այդ մարդու համար այս պաշտամունքը կլինի իրական։ Հակառակ դեպքում գիտեք, անցնի 2 ժամ, կխոսան եղբայրները, բայց քո ներսը իմ ներսը տենց էլ կմնա չոր։ Դրա համար ես խնդրում եմ բոլորիս, որ մեր հայացքը ուղենք նրան, ով եկել այս վայրի մեջ քո համար։ Ոչ մեկ չգիտի քո ներսի ինչ է կատարվում, բայց նա ուզում է այցելի քեզ, ուզում է խոսա քո սրտի հետ։ Սաղմոս 65-ից ուզում եմ ընթերցեմ, տեսեք ինչ է գրում ավետարանը, ինչ է կատարվում են մարդու ներսը, ում այցելում Աստված եւ կենդանի Աստծո խոսքը։ 65 Սաղմոս 9-րդ խոսքից սենց է գրված. երկրին այցելություն կանես եւ զանիկա կջրես։ Ես որ կարդում եմ այս Սաղմոսը, միշտեղ դնում եմ իմ անունը, ուզում եմ, որ դու էլ քո անունը դնես, սիրելի քույր կամ եղբայր, Աստված ուզում այցելի քեզ, որ քո ներսը որոքի, շատ կհարստացնես զանիկա, Աստծո գետը ջրով լեցուն է։ Այդ գետից կարաս խմես դու, կարամ խմեմ ես, կարանք բոլորս խմենք, լեցվենք ու մի գրամ չի պակասելու, որտև իր լեցունությունը առատ է այս վայրի մեջ։ Դրա համար ուզում եմ մեր ներսը նրանց ցորեն ես պատրաստում, որովհետև այսպես պատրաստեցիր զանիկա, անորակոստները կխմեցնես, անոր փոսերը կշտկես, անձրևներով կակուղացնես զանիկա, կորշնես անոր բույսը, ինչ պակասություններ կա քո կյանքի մեջ, սիրելի հոգի։ Իր այցելությունն է այդ հարցերը լուծում։ Ինչ խնդիրներ կա, նա կարա շտկի, ինչ պրոբլեմներ ունես, որ քարացել է ներսդ, նա կարա փափկացնի, մենակ նա կարա այս գործանի, որևէ մեկը չի կարա քո հոգու աշխարհը տենա, նենց
ոնց որ ինքն ատենում։ Դրա համար իմ խնդրվածքն է, եկեք բացենք մեր ներսը, որպեսզի նա այցելի մեզ։ Աղոթքի նպատակն է Տեր, ես ուզում եմ հանդիպեմ քեզ։ Ես ուզում եմ քո խոսքը կենդանի իջնի իմ ներսը։ Եբրայեցիս 4:12-ի մեջ գրված է հետևյալ խոսքերը. Ես ուզում եմ, որ ամեն մեկիս հավատքը ուղղվի այս խոսքի վրա, որովհետև Աստծո խոսքը կենդանի է եւ ունի զորություն, այսինքն զորեղա, որ կարա թափանցի միջև հոգիդ, շունչդ, հոդվածները եւ ծուծը, քննի սրտի խորհուրդները, մտածումները, չկա արարած, որ նրա դեմ չերևա, սիրելի հոգի, դու բաց ես իր առաջ, ես բաց եմ իր առաջ, երանի են մարդուն, որի ներսը կիչնի ավետարանի ճշմարտությունը, խնդրի, որ Աստված այցելի քեզ, խոսա քո սրտի հետ, հանդիպի քեզ, որ քո ներսը լինի իրական պաշտամունք։ Ես երբ որ կարդացի առաջի անգամ հայտնության 4-րդ գլուխը, շատ եմ կարդացել ավետարանը, բայց երբ որ առաջի անգամ կանգնեցի ես համարի վրա, գիտեք վերնագիրը գրված է երկնքի մեջ պաշտամունք, երկնքի մեջ։ Երբ որ Հովհաննեսը մենակ էր, Պատմոս ասած կղզում, աքսորված էր Տիրոջ խոսքի համար։ Մեկշաբթի օրը իր ներսը ծարավ կար հանդիպելու Աստծուն, ասում եմ մեկշաբթի առավոտ շատ կանուխ, տեսա երկինքը բացված, մեծ պաշտամունք էր էթում, հոգին իջավ, վերցրեց իրան։ Ես մտածում եմ, որ մենք եկել ենք պաշտամունքի, լավ կլինի, որ ես հայտնության 4-րդ գլխի պաշտամունքը լինի մեր ներսը, որ Աստծո հոգին իջնի վերցնի քեզ, անկախ նրանից կողքինդ վայելում ա թե չէ, ներսդ ինչ է կատարվում, եթե Աստված այցելեց քեզ, գիտեք ինչ գործ այդում, էլ քեզ չի հետաքրքրում կողքդ ով ա նստած, ինչ անում, ինչ երգ են երգում, դու սկսում ես վայելել երկինքը, երկնքի պաշտամունքը, լեցվում ես իր կյանքով, ներսդ մխիթարվում է, բժշկվում է, զորանում է, որպեսզի հավիտյան կապվես Հիսուսի հետ։ Այս ուզում եմ, որ մեր ներսի հավատքը ուղղվի իրան ու իր կենդանի խոսքին, որտև ինքը ներկայ է քեզ հանդիպելու համար։ Կանգնենք Տիրոջ առաջ աղոթքի ժողովուրդ ջան։